Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԼԻՖԵ-ի 2025 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև նախարարը այցելել է ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավար եւ հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին։ Ազգային ժողովը մերժեց Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների առաջարկը ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով քննելու ազգային ժողովի падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Ղրիփսի Մեջեբեջյանի նկատմամբ։ Առաջարկին կողմեր քվեարկել 28 դեմ 47 ձեռնպահ 1 падգամավոր։ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրային ու ներդրումային կապերի ընդլայնմանը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ընկերոջ ակտը օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ ու այցագրային սահմանափակումներ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ընկերոջ ակտով մասնավորապես նախատեսվում է սկսել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ բոլոր օգնության ծրագրերի։